Մարի Գասպարյան, ես դեմ եմ, որ Օլիմպիադանը փակվել է, քանի որ այս տարի մենք ներկայացնելու ենք U16 աղջիկների թիմը եւ չեն կարողանում պարապել Օլիմպիադանում եւ ես շատ դեմ եմ, քանի որ դա խանգարում է մեր պարապմունքներին Օլիմպիադանի փակվելը։ Չկա այլ մարզադահլիճ, որտեղ հնարավոր է նորից լավ մարզումներ անցկացնել։ Ոչ, չկա, որովհետև Օլիմպիադանում ամեն մի սպորտաձև կա ու բոլոր մարդկանց համար հարմար է ու ես դեմ եմ, որ Օլիմպիադանը փակվել է։ Խնդրում եմ բացենք Օլիմպիադանը, որովհետև շատ կարևոր է ոչ միայն բասկետբոլիստների համար, այլ բոլոր լողորդների համար, բոքսերների, բոլորը պահանջում են, որ բացենք Օլիմպիադանը։ Ես կխնդրեմ, որ մենք 3 շաբթի օրվանից պարապենք։ Նենց ստացվի, որ պարապենք։ Ներկայացրել, ինչի համար են փակել։ Մեզ ասել են, որ խնդիրներ կա, մի քանի խնդիրների պատճառ, բայց խնդիրների պատճառը չեն ասա ինչի են փակել Օլիմպիադանը։ Իդեպ այստեղ են ոչ միայն մարզիկներ, այլ նաև նրանց ծնողները, նրանք նույնպես իրենց ողոքի ձայնն են բարձրացնում, որովհետև արդեն 5 օր շարունակ նրանց երեխաները չեն մարզում, չեն հաճախում մարզումների եւ դեռ անորոշություն է, թե երեխաները երբ են սկսելու իրենց մարզումները։ Իմ բալիկը հաճախում է լողի, ես կցանկանայի, որ բացեին, որ իմ բալիկը նորից հաճախ է լողի, քանի որ նա դեմ է ընկնում տանը, միշտ ուզում է գա, անընդհատ ասում են, մամ, ընկել Լևոնը չի ուզում մարզվի մեզ հետ, դե բոյկոտ մեկ որ բացեն, սա պետք է չփակեն, սա այն տեղն է, որ պետք է չկպնեն, ինչքան է քաղաքականությունը իրար դեմ են, ինչ ուզում են անեն, բայց սա այն տեղն է, որ մեր երեխաները մարզվում են, մենք ենք հաճախում ֆիթնեսի, մենք դեմ ենք այս փակմանը, այսքանը կարող եմ ասել։ Քանի տարի է որ այցելում։ Արդեն 3-րդ տարին է։ Մենք մշտական հաճախորդներ ենք ու շատ գոհ ենք թե աշխատակիցներից, թե բոլորը սպասումներից, շատ լավ սպասարկում է դրական լիցքերով։ Ինչ ասեմ, ես կոնտրոլն եմ, որ բացեմ։ Ինչ մտածեցիք, երբ իմացաք, որ փակել են Օլիմպիադանը։ Դե ոչ մի չեն կարող մտածել, մեզ էլ նույնպես ասին, որ ինչ որ պրոբլեմներ կա, փակել են։ Էլ մենք ոչ հարցրել ենք, ոչ մի բան։ Ուրեմն իմացանք էլի խնդիրները բան, դե ոչ մի բան չենք ուզում քաղաքականացնենք, քանի որ սա այն տեղը չի, որ պետք է քաղաքականացնեն։ Այն բայրը չի։